Իմ ելույթը նախապես որոշված էր նվիրել արտաքին քաղաքական իրավիճակին եւ ԵԽԽՎ-ում ստեղծված իրավիճակին, բայց լսելով այստեղ շահարկումներ եւ սպառնալիքներ ստիպված եմ սկսել ներքաղաքական խոսակցությունից եւ կոչ եմ անում իմ հարգարժան գործընկերներին բարիկադներից չխոսել։ Ոչ մեկին թող չթվա, որ Հանրապետական կուսակցության ֆրակցիան հետարքրված չի կամ մտահոգված չի ցանկացած խնդրով, որը գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում։ Անձամբ ես Կիրակի օրը հանդիպել եմ տոնավաճառների աշխատակիցների հետ, լսել եմ մանրամասն նրանց բողոքները, խնդիրները եւ փոքր բիզնեսի զարգացումը կառավարության առաջնահերթ խնդիրների մեջ է մտնում։ Եւ կառավարությունը հենց այդ խնդիրներից ելնելով կտրուկ նվազեցրեց հարկերը, 3.5 անգամ նվազեցրեց հարկերը։ Եվ դուք հարգելի գործընկերներ, այն 95 կողմ քվեարկողների մեջ էիք, եւ դուք այն կողմնակիցների մեջ էիք, ովքեր ասեցիք, այո, դա ճիշտ է, պետք է նվազեցնել հարկերը։ Այո, ավելացավ թղթաշրջանառությունը։ Դրանից մեր համաքաղաքացիները նեղվում են։ Բայց մի կողմից մենք պահանջում ենք կառավարությունից վերացրեք ստվերը, մյուս կողմից ասում ենք թղթաբանության հետ գործ չունեք։ Ուրեմն հարգելի ընկերներ, եթե դուք կողմ եք քվեարկել ընդամենը ամիսներ առաջ այս օրինագծին, բարի եղեք, այսօր երկու դեմ էր եղել, երկու դեմ է քվեարկել այդ օրինագծին։ Հիմա այսօր, որ ասում եք այսպես, մենք կողմ ենք, դուք դեմ եք, այդ ո՞նց եղավ ամիսներ առաջ դուք կողմ չէիք այս նույն օրինագծին։ Եկեք ազնիվ լինենք, հարգելի ընկերներ, կողմ եք եղել, այսօր գտնում եք, որ դուք սխալվել եք, եկեք լուծումներ գտնենք, բայց մի փորձեք շանտաժով եւ բարիկադներով վախեցնել կամ սպառնալ եւ կիսել ժողովրդին տարբեր մասերի։ Հիմա արտաքին քաղաքականության մասին։ Անցած շաբաթ Ալիևի հրավերով Բաքու է այցելել ԵԽԽՎ նախագահ Ան Բրասերը, որից հետո 3 ԵԽԽՎ լիակամուր նիստում որոշում ընդունվեց կազմել զեկույց այսպես կոչված լարվածության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում։ Սիմ կուսակցությունը հայտարարում է, որ սա ոչ այլ ինչ է, քան ստոր շանտաժ հոկտեմբերի 10-ից առաջ, երբ սպասվում է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը։ Եվրոպական կառույցների նման թշնամական հակահայկական կոռումպացված գործողությունները խորը կասկածի տակ են դնում այնպիսի կառույցների հետ Հայաստանի հետագա համագործակցության իմաստը եւ ել ավելի ամրապնդում են մեր ձգտումը Եվրասիական տնտեսական միության մեջ անդամագրվելու վերաբերյալ։ Մենք մեծ ու լավատեսական սպասումով ենք դիմավորում հոկտեմբերի 10-ը, երբ սպասում է Հայաստանի անդամագրումը միությանը։ Մեր երկրի տնտեսության համար կբացվի նոր դարաշրջան։ Միաժամանակ կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին այդ պատմական